Գիշերային աղոթք Սաղմոս 4:91-134 քնեք խաղաղությամբ աստվածային պաշտպանության ներքո։ Դուք պատրաստվում եք գլուխը դնել բարձին, բայց սիրտը դեռ արագ է բաբախում։ Օրվա անհանգստությունները դեռ արձագանքում են ձեր մտքում։ Գիշերվա վախերը արդեն սկսել են շշնջալ ձեր ականջներում։ Դադարեցրեք հենց հիմա։ Խորը շունչ քաշեք։ Այս պահը, այս աղոթքը ամբողջությամբ կփոխի ձեր քնի կյանքի որակը։ Որովհետև երբ դուք ձեր գիշերը հանձնում եք Աստծո ձեռքերը, դուք ոչ միայն քնում եք, այլ հանգստանում եք խաղաղության մեջ, որը գերազանցում է բոլոր հասկացողությունները։ Երկնային Հայր, մենք քո առջ ենք գալիս այս օրվա վերջում։ Արը մայր է մտել, ստվերները երկարել են, հիմա գիշերվա լռության մեջ մեր սրտերը դիմում են քեզ։ Մենք հոգնած ենք գալիս, Տեր։ Մենք գալիս ենք ապրած ժամերով ծանրաբեռնված, մղված մարտերի հետքերով, կրած պայքարի սպիներով։ Բայց մենք նա գալիս ենք երախտագիտությամբ, որովհետև մենք այսքան ճանապարհ ենք անցել։ Մենք գոյատել ենք մեկ օր։ Եվ սա հնարավոր էր միայն քո շնորհի շնորհիվ։ Տեր Հիսուս, դու գիտես այսօր ապրած մեր յուրաքանչյուր պահը։ Դու տեսար մեր թափած յուրաքանչյուր արցունքը, մեր կիսած յուրաքանչյուր ժպիտը, մեր ասած յուրաքանչյուր խոսքը։ Դու ներկա էիր մեր կայացրած յուրաքանչյուր որոշման մեջ, մեր արած յուրաքանչյուր քայլում, մեր արած յուրաքանչյուր շնչառության մեջ։ Ոչինչ չէր վրիպում քո աչքերից։ Ոչինչ չէր թաքնված քո ներկայությունից։ Եվ հիմա, նախքան քունը գալը, մենք ուզում ենք խոսել քեզ հետ այս ամենի մասին։ Սաղմոս 4-ը մեզ սովորեցնում է աղաղակել։ Լսիր ինձ, երբ կանչում եմ, ով իմ արդարության Աստված, դու ինձ մխիթարություն տվեցիր, երբ նեղության մեջ էի, ողորմիր ինձ, լսիր իմ աղոթքը։ Այո, Տեր, մենք այսօր երեկոյան քեզ ենք աղաղակում։ Ոչ թե հուսահատությամբ, այլ վստահությամբ։ Ոչ թե վախով, այլ հավատքով։ Որովհետև մենք գիտենք, որ դու պատասխանում ես։ Դու միշտ պատասխանում ես։ Երբեմն ոչ այնպես, ինչպես մենք սպասում ենք, երբեմն ոչ այն ժամանակ, երբ մենք ուզում ենք, բայց դու միշտ պատասխանում ես։ Անցած օրվա տանջանքի մեջ դու մեզ առատություն տվեցիր։ Հենց այն պահին, երբ մենք մտածում էինք, որ չենք կարող շարունակել, դու մեզ ուժ տվեցիր։ Երբ մենք մտածում էինք, որ խնդիրն ավելի մեծ է, քան մեր կարողությունները, դու մեզ ցույց տվեցիր, որ քո շնորհը բավարար է։ Երբ ճանապարհը փակ էր թվում, դու դուռ բացեցիր։ Երբ փոթորիկը, կարծես, մեզ կլանել էր, դու հանդարտեցրիր քամիները։ Շնորհակալություն, Տեր։ Շնորհակալություն յուրաքանչյուր փրկության համար, որը մենք գուցե նույնիսկ չենք նկատել։ Ողորմիր մեզ այս գիշեր, Հայր։ Մենք գիտենք, որ արժանի չենք քո բարությանը։ Մենք գիտենք, որ այսօր ձախողվել ենք։ Ներիր մեզ ամեն անգամ, երբ մենք ընտրել ենք մեր սեփական ուղին քո փոխարեն։ Ներիր մեզ ամեն կոպիտ խոսքի համար, որ օգտագործել ենք մեկին վիրավորելու համար։ Ներիր մեզ ամեն հնարավորության համար, որ բաց ենք թողել բարիք գործելու համար։ Ներիր մեզ ամեն անհավատության, տրտունջի, անշնորհակալության պահի համար։ Քո ողորմությունը նոր է ամեն առավոտ, բայց այն նա նորոգվում է ամեն գիշեր։ Եթե ցանկանում եք խաղաղ գիշերներ, հաղթական առավոտներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, միացրեք ծանուցումների զանգը։ Թող յուրաքանչյուր աղոթք լինի քայլ ձեր հոգոր ճանապարհորդության մեջ դեպի Քրիստոսի մեջ լիություն։ Տեր, Սաղմոս 2-ն հարցնում է. «Մինչ երբ, մարդիկ, պիտի իմ փառքը ամոթի վերածեք։ Մինչ երբ պիտի սիրեք ունայնությունը, փնտրեք ստությունը»։ Մենք խոստովանում ենք, որ այս օրերին շատ անգամներ մենք ունայնության հետից ենք ընկնում։ Մենք հետապնդում ենք այն բաները, որոնք չեն բավարարում։ Մենք ժամանակ ենք ներդնում այնպիսի զբաղմունքների մեջ, որոնք հավերժական արժեք չունեն։ Մենք էներգիա ենք վատնում այնպիսի անհանգստությունների վրա, որոնք ոչինչ չեն ավելացնում մեր կյանքին։ Ներիր մեզ, Տեր։ Օգնիր մեզ գնահատել այն, ինչը իսկապես կարևոր է։ Բայց դու, ով Աստված, առանձնացրել ես քեզ համար նրան, ով աստվածավախ է։ Դու ընտրել ես մեզ։ Դու կանչել ես մեզ։ Դու առանձնացրել ես մեզ։ Ոչ թե մեր արժանիքների, այլ քո շնորհի շնորհիվ։ Եվ այս ճշմարտությունը մեզ լցնում է խաղաղությամբ այս գիշեր։ Մենք գիտենք, որ Տերը կլսի մեզ, երբ մենք աղաղակենք նրան։ Այս վստահությունը մեր բարձն է։ Այս համոզմունքը մեր վերմակն է։ Այս ճշմարտությունը մեր օրորոցայինն է։ Զայրացեք, բայց մի մեղանչեք, խորեք ձեր սրտերում, ձեր անկողինների վրա, լռեք։ Տեր, լռության այս պահին մենք խոսում ենք մեր սրտերով։
Մենք քննում ենք մեր դրդապատճառները։ Մենք գնահատում ենք մեր մտադրությունները։ Մենք ընդունում ենք մեր թուլությունները։ Եվ մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Ամեն անհանգստություն, որը փորձում է գողանալ մեր քունը։ Ամեն վախ, որը փորձում է խանգարել մեր խաղաղությունը։ Ամեն անհանգստություն, որը փորձում է տիրել մեր մտքերին։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Մենք արդարության զոհեր ենք մատուցում, վստահում ենք Տիրոջը։ Այսօրվա զոհը մեր կոտրված սիրտն է։ Դա մեր զղջացող հոգին է։ Դա մեր լիակատար հանձնվելն է։ Մենք ոչինչ չունենք առաջարկելու, բացի ինքներս մեզնից։ Բայց մենք գիտենք, որ սա է ամբողջը, ինչ դու ուզում ես։ Դու չես ցանկանում դատարկ ծեսեր, այլ անկեղծ սրտեր։ Դու չես փնտրում պերճախոս խոսքեր, այլ ճշմարիտ երկրպագություն։ Շատերն ասում են. ով կցույց տա մեզ, թե ինչն է բարին։ Բայց մենք գիտենք պատասխանը։ Դու, Տեր, բարձրացրու քո դեմքի լույսը մեզ վրա։ Քո դեմքը փայլում է մեզ վրա նույնիսկ գիշերվա խավարում։ Քո ներկայությունը լուսավորում է մեր սենյակը։ Քո փառքը լցնում է մեր տարածքը։ Մենք չպետք է վախենանք ստվերներից, քանզի դու լույսն ես, որը երբեք չի մարում։ Մենք չպետք է վախենանք անհայտից, քանզի դու գիտես ամեն ինչ։ Դու ուրախություն ես դրել իմ սրտում ավելի մեծ, քան նրանց, ովքեր առատ հացահատիկ գինի ունեն։ Այո, Տեր, մեր ուրախությունը չի գալիս հանգամանքներից։ Մեր ուրախությունը կախված չէ մեր բանկային հաշվից։ Մեր ուրախությունը պայմանավորված չէ մասնագիտական հաջողություններով։ Մեր ուրախությունը գալիս է քեզանից։ Դա խորը, անսասան, գերբնական ուրախություն է։ Դա այն ուրախությունն է, որ գիտենք, որ մենք սիրված ենք։ Դա այն ուրախությունն է, որ մենք պաշտպանված ենք։ Դա այն ուրախությունն է, որ մենք ունենք հավերժական ճակատագիր։ Եվ հիմա, այսօրվա ամենահզոր հայտարարությունը։ Խաղաղությամբ կպառկեմ ու կքնեմ, որովհետ միայն դու, Տեր, ապահովության մեջ բնակեցրու ինձ։ Սա մեր հավատքի խոստովանությունն է, նախքան մեր աչքերը փակելը։ Խաղաղությամբ մենք կպառկենք։ Ոչ թե անհանգստության մեջ։ Ոչ թե վախի մեջ։ Ոչ թե անհանգստության մեջ։ Խաղաղության մեջ։ Եվ մենք կքնենք։ Մենք չենք շուռ գա։ Մենք չենք տառապի անկնությունից։ Մեզ չեն տանջի մղձավանջները։ Մենք կքնենք։ Ինչո՞վ։ Որովհետ միայն դու, Տեր, մեզ ապահովության մեջ ես բնակեցնում։ Դա մեր կողպեքներն ու ահազանգերը չեն։ Դա մեր խնայողություններն ու ապահովագրությունը չեն։ Դա մեր նախազգուշական միջոցներն ու ծրագրերը չեն։ Դա դու ես։ Միայն դու։ Դու ես մեր անվտանգությունը։ Դու ես մեր ամրոցը։ Դու ես մեր ապաստանը։ Այս վստահությամբ մենք կարող ենք հանգստանալ։ Սաղմոս 91-ը հռչակում է մեր գիշերվա հզոր ճշմարտություններ։ Բարձրյալի ապաստարանում բնակվողը ամենակարողի ստվերում կհանգստանա։ Տեր, մենք ուզում ենք բնակվել, ոչ թե պարզապես այցելել, այլ ապրել քո գաղտնի վայրում։ Մենք ուզում ենք քո գաղտնի վայրը դարձնել մեր մշտական տունը։ Մենք չենք ուզում լինել կիրակնօրյա քրիստոնյաներ, այլ երեխաներ, որոնք անընդհատ ապրում են քո ներկայությամբ։ Ամենակարողի ստվերում մենք կհանգստանանք։ Ինչ հզոր պատկեր է գիշերվա համար։ Ինչպես ծնողների պաշտպանության տակ խաղաղ քնած երեխա, մենք հանգստանում ենք քո ստվերում։ Դու ավելի մեծ ես, քան ցանկացած խնդիր։ Դու ավելի ուժեղ ես, քան ցանկացած թշնամի։ Դու ավելի հզոր ես, քան խավարի ցանկացած ուժ։ Եվ մենք քո պաշտպանության տակ ենք։ Ես կասեմ Տիրոջ մասին։ Նա իմ Աստվածն է, իմ ապաստանը, իմ ամրոցը, ես նրան կվստահեմ։ Սա մեր հայտարարությունն է քնից առաջ։ Դու մեր անձնական Աստվածն ես։ Ոչ թե հեռավոր Աստված, այլ մեր Աստվածը։ Դու մեր ապաստանն ես, որտեղ մենք փախչում ենք, երբ փոթորիկը գալիս է։ Դու մեր ամրոցն ես, որը պաշտպանում է մեզ հարձակումներից։ Եվ մենք վստահում ենք քեզ։ Ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ։ Ոչ թե պայմանականորեն, այլ բացարձակապես։ Որովհետ նա կփրկի քեզ թռչնորսի որոգայթից մահացու համաճարակից։ Տեր, մենք գիտենք, որ մեր դեմ թակարդներ են դրված։ Մենք գիտենք, որ թշնամին մեր շուրջը պտտվում է մռնչացող առյուծի պես, փնտրելով, թե ում կուլ տա։ Բայց դու ազատում ես մեզ։
Դու կոտրում ես թակարդները։ Դու քանդում ես թակարդները։ Դու ազատում ես մեզ թակարդներից։ Շնորհակալություն այն պաշտպանության համար, որը մենք հաճախ նույնիսկ չենք նկատում։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թերի տակ դու ապաստան կգտնես։ Նրա հավատարմությունը կլինի քո վահանն ու պարիսպը։ Ինչ մայրական պաշտպանիչ պատկեր։ Ինչպես հավը, որը պաշտպանում է իր ճտերին իր թերի տակ, դու ծածկում ես մեզ։ Քո փետուրները տաքացնում են մեզ այս ցուրտ գիշերը։ Քո թերը պաշտպանում են մեզ հոգոր գիշատիչներից։ Քո ճշմարտությունը մեր զրահն է։ Քո խոսքը մեր պաշտպանությունն է։ Դու չես վախենա գիշերվա սարսափից, ոչ էլ ցերեկը թռչող նետից։ Այս գիշեր մենք հայտարարում ենք. մենք չենք վախենա։ Գիշերվա սարսափը մեզ վրա իշխանություն չունի։ Մղձավանջները չեն տիրի մեր քունին։ Հոգսերը չեն գողանա մեր հանգիստը։ Ստվերները մեզ չեն վախեցնի։ Որովհետ դու մեզ հետ ես։ Քո գավազանն ու քո ծուպը մխիթարում են մեզ։ Ոչ խավարում թաքնվող ժանտախտից, ոչ էլ կեսօրին կործանող ժանտախտից։ Օր ու գիշեր մենք պաշտպանված ենք։ Լույսի խավարի մեջ մենք անվտանգ ենք։ Հայտնի անհայտի մեջ մենք պաշտպանված ենք։ Անկախ նրանից, թե որտեղից է գալիս հարձակումը, քո պաշտպանությունը շրջապատում է մեզ։ Մենք պաշտպանված ենք Հիսուսի արյամբ։ Մենք կնքված ենք Սուրբ Հոգով։ Մենք պահպանված ենք երկնային Հոր կողմից։ 1000-ը կարող է ընկնել քո կողքին, 10,000-ը քո աջ կողմում, բայց նրանք չեն մոտենա քեզ։ Սա աստվածային պաշտպանության գերբնական խոստումն է։ Մինչ մյուսները պարտվում են, մենք կանգնած ենք մնում։ Մինչ մյուսները տապալվում են, մենք փրկվում ենք։ Ոչ թե որովհետ մենք ավելի լավն ենք, այլ որովհետ ծածկված ենք գառան արյունով։ Ոչ թե որովհետ մենք ավելի ուժեղ ենք, այլ որովհետ մեր կողքին է հզորը։ Միայն քո աչքերով կտեսնես չարագործների վարձատրությունը։ Տեր, մենք ոչ մեկին վնաս չենք ցանկանում, բայց գիտենք, որ քո արդարությունը կհաղթանակի։ Մենք գիտենք, որ ամեն չարագործություն կդատվի։ Մենք գիտենք, որ ամեն անարդարություն կուղղվի։ Եվ մենք հանգստանում ենք դրանում։ Մեզ վրեժ լուծելու կարիք չկա։ Մեզ չարիքի համար հատուցելու կարիք չկա։ Դու ես արդար դատավորը, որը արդարացիորեն դատում է։ Քանի որ դու Տիրոջը դարձրել ես իմ ապաստանը, դու Բարձրյալին դարձրել ես քո բնակության վայրը։ Այո, Տեր, մենք կատարել ենք այդ ընտրությունը։ Մենք ընտրել ենք քեզ մեր ապաստանը դարձնել։ Մենք ընտրել ենք քեզ մեր բնակության վայրը դարձնել։ Սա ժամանակավոր որոշում չէ, այլ մշտական։ Սա հանգամանքային ընտրություն չէ, այլ վերջնական։ Դուք մեր հոգոր հասցեն եք։ Դուք մեր երկնային փոստային ինդեքսն եք։ Քեզ չարիք չի հասնի, քո վրանին ժանտախտ չի մոտենա։ Այս գիշեր մենք մեր տան պաշտպանությունն ենք հայտարարում։ Մեր դռները չեն մտնի։ Մեր ընտանիքին ժանտախտ չի դիպչի։ Մեր երեխաներին անեծք չի հասնի։ Մեր մարմինները չեն գերիշխի ոչ մի հիվանդություն։ Մեր տունը թագավորության տարածք է։ Մեր տունը երկնքի դեսպանատուն է։ Քանզի նա կհրամայի իր հրեշտակներին քեզ համար, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներով։ Տեր, մենք հավատում ենք հրեշտակների իրականությանը։ Մենք հավատում ենք, որ դու ուղարկում ես քո երկնային պատգամաբերներին մեզ պաշտպանելու համար։ Նույնիսկ երբ մենք քնած ենք, նրանք հսկում են։ Նույնիսկ երբ մենք դա չենք գիտակցում, նրանք պայքարում են մեզ համար։ Շնորհակալություն հրեշտակների համար, որոնք ճամբար են խփում մեր շուրջը։ Նրանք քեզ իրենց ձեռքերի մեջ կբարձրացնեն, որպեսզի ոտքդ քարի չդիպչի։ Վաղը մեր կատարած յուրաքանչյուր քայլը կաջակցվի։ Մեր կատարած յուրաքանչյուր շարժում կպաշտպանվի։ Մենք չենք սայթաքի։ Մենք չենք ընկնի։ Մենք չենք ձախողվի։ Որովհետ անտեսանելի ձեռքերն են մեզ պահում։ Որովհետ երկնային ուժերը մեզ պահում են։ Որովհետ Աստված ինքն է սահմանում մեր պաշտպանությունը։ Դուք կկոխեք առյուծի կոբրայի վրա, դուք կկոխեք մեծ առյուծին օձին։ Մենք իշխանություն ունենք Քրիստոս Հիսուսի մեջ։ Իշխանություն թշնամու ողջ զորության վրա։ Իշխանություն իշխանությունների վրա։ Իշխանություն խավարի ուժերի վրա։ Մենք զոհեր չենք, մենք հաղթողներ ենք։ Մենք որս չենք, մենք խավարի թագավորության գիշատիչներ ենք։
Թշնամին փախչում է մեզանից, որովհետև Քրիստոսը ապրում է մեր մեջ։ Որովհետև նա սիրեց ինձ, դրա համար էլ ես կփրկեմ նրան, կբարձրացնեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը։ Տեր, մենք սիրում ենք քեզ։ Ոչ թե կատարելապես, այլ անկեղծորեն։ Ոչ թե լիովին, այլ իսկապես։ Եվ այս սիրո շնորհիվ դու խոստանում ես մեզ ազատել։ Դու խոստանում ես մեզ դնել բարձր անվտանգ վայրում։ Դու խոստանում ես պաշտպանել մեզ, որովհետև մենք գիտենք քո անունը։ Մենք գիտենք քո անունը։ Եհովա Ջիրեհ, Տերը կապահովի։ Եհովա Ռաֆա, Տերը, որը բժշկում է։ Եհովա Նիսսի, Տերը մեր դրոշն է։ Եհովա Շալոմ, Տերը մեր խաղաղությունն է։ Եհովա Ցիդկենու, Տերը մեր արդարությունը։ Եհովա Շամմա, Տերը ներկա է։ Եհովա Ռոհի, Տերը մեր հովիվը։ Յուրաքանչյուր անվան մեջ զորություն կա։ Յուրաքանչյուր անվան մեջ խոստում կա։ Յուրաքանչյուր անվան մեջ նախախնամություն կա։ Նա կկանչի ինձ, ես կպատասխանեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։ Ես կազատեմ նրան, կփառավորեմ նրան։ Սա քո խոստումն է մեր գիշերվա, մեր վաղվա օրվա համար։ Երբ մենք աղաղակենք, դու կպատասխանես։ Երբ մենք նեղության մեջ լինենք, դու ներկա կլինես։ Երբ մենք նեղության մեջ լինենք, դու կազատես մեզ։ Եվ վերջում մենք կփառավորվենք քեզ հետ։ Երկար կյանքով կբավարարեմ նրան, ցույց կտամ նրան իմ փրկությունը։ Երկար կյանք, Տեր։ Երկար պտղաբեր կյանք։ Ոչ միայն գոյություն, այլ առատ կյանք։ Ոչ միայն շնչել, այլ լիարժեք ապրել։ Եվ մենք կտեսնենք քո փրկությունը։ Մենք կտեսնենք քո ազատագրումը։ Մենք կտեսնենք քո փառքը։ Մենք կտեսնենք քո դեմքը։ Սաղմոս 134-ը մեր գիշերային աղոթքին հատուկ երանգ է հաղորդում։ Ահա, օրհնեք Տիրոջը, բոլոր Տիրոջ ծառաներ, որ գիշերը կանգնած եք Տիրոջ տանը։ Նույնիսկ գիշերը երկրպագություն է լինում։ Նույնիսկ քնած ժամանակ գովեստը բարձրանում է գահին։ Մենք միանում ենք երկնային երգչախմբին, որը երբեք չի դադարում երկրպագելուց։ Օրվա մեր վերջին գործողությունը Տիրոջը օրհնելն է։ Բարձրացրեք ձեր ձեռքերը սրբարանում, օրհնեք Տիրոջը։ Մեր մահճակալներից մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը։ Մեր սենյակը դառնում է սրբավայր։ Մեր տունը վերածվում է տաճարի։ Եվ մենք օրհնում ենք Տիրոջը։ Մենք ոչ միայն խնդրում ենք, այլ օրհնում ենք։ Մենք չենք տրտնջում, այլ շնորհակալ ենք։ Մենք չենք տրտնջում, այլ գովաբանում ենք։ Թող օրհնի քեզ Տերը Սիոնից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ Տիեզերքի արարիչը, նա, որ հաշվում է աստղերը, կանչում դրանք անունով, նա, որ պահում է ամեն ինչ իր զորության խոսքով, նա ինքն է օրհնում մեզ։ Օրհնությունը գալիս է Սիոնից, Աստծո ներկայության վայրից։ Օրհնությունը իջնում է մեզ վրա այս գիշեր։ Հայր, մենք մեր բոլոր երազանքները դնում ենք քո ձեռքերում։ Այս գիշեր մենք կտեսնենք բառացի երազներ, մեր սրտերում կրած փոխաբերական երազներ։ Պաշտպանիր մեր միտքը, մինչ մենք քնած ենք։ Թող թշնամին չունենա մեր մտքերին մուտք գործելու հնարավորություն։ Թող ոչ մի մղձավանջ չխանգարի մեր քունը։ Թող ոչ մի հոգոր ճնշում մեզ չտանջի։ Ընդհակառակը, խոսիր մեզ հետ երազների միջոցով։ Ինչպես խոսեցիր Հովսեփի հետ, ինչպես խոսեցիր Դանիելի հետ, ինչպես խոսեցիր շատ ուրիշների հետ, խոսիր մեզ հետ։ Բացահայտիր քո գաղտնիքները։ Ցույց տուր մեզ քո ծրագրերը։ Ուղղորդիր մեր քայլերը։ Օգտագործիր քնի ժամերը մեր հոգուն ծառայելու համար։ Թող որ մենք արթնանանք նորոգված ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգորապես։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ այս ավարտվող օրվա համար։ Մենք շնորհակալ ենք քեզ ձեռք բերված հաղթանակների համար։ Յուրաքանչյուր փոքր հաղթանակ քեզանից էր։ Ուրախության յուրաքանչյուր պահը քեզանից նվեր էր։ Յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր գրկախառնություն, յուրաքանչյուր խրախուսանքի խոսք, ամեն ինչ քո բարի ձեռքերից էր։ Մենք նա շնորհակալ ենք դժվարությունների համար։ Այո, Տեր, շնորհակալ ենք այն մարտահրավերների համար, որոնք մեզ աճեցրին։ Շնորհակալ ենք այն խնդիրների համար, որոնք մեզ դրդեցին ավելի շատ աղոթել։ Շնորհակալ ենք այն պայքարի համար, որը մեզ ավելի մոտեցրեց քեզ։ Մենք գիտենք, որ Աստծուն սիրողների համար ամեն ինչ միասին է գործում բարու համար։ Մենք շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր այսօր հատեցին մեր ճանապարհը։ Այն ընտանիքի համար, որը սիրում է մեզ։
Այն ընկերների համար, ովքեր աջակցում են մեզ։ Մեր գործընկերների համար։ Այն անծանոթների համար, որոնց հետ մենք հանդիպեցինք։ Յուրաքանչյուր մարդ հնարավորություն էր դրսևորելու քո սերը։ Ներիր մեզ, եթե մենք բաց ենք թողել այս հնարավորություններից որևէ մեկը։ Մենք շնորհակալ ենք քեզ մեր հանապազօրյա հացի համար, մեր կրած հագուստի համար, մեր գլխավերի տանիքի համար, մեր պառկած մահճակալի համար։ Սրանք օրհնություններ են, որոնք մենք հաճախ ի սկզբանե ընդունված ենք համարում, բայց գիտենք, որ դրանք գալիս են քեզանից։ Շնորհակալություն խնամքի համար։ Շնորհակալություն խնամքի համար։ Շնորհակալություն սննդի համար։ Մենք շնորհակալ ենք մեր առողջության համար։ Ամեն շունչ հրաշք է։ Ամեն սրտի զարկ, պարկ։ Մեր մարմնի ամեն շարժում օրհնություն է։ Մենք սա չենք ընդունում որպես ինքնըստինքյան տրված։ Մենք գիտակցում ենք, որ մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, մենք շնորհակալ ենք դրա համար։ Կիսվեք այս աղոթքով նրանց հետ, ովքեր խաղաղ քնի կարիք ունեն, բաժանորդագրվեք, զանգահարեք մեր ամենօրյա աղոթքները ստանալու համար, միասին մենք ավելի ուժեղ ենք հավատքով։ Հայր, ներիր մեր այսօրվա մեղքերը։ Ներիր մեր գիտակցաբար, անգիտակցաբար գործած մեղքերը։ Ներիր գործողության անգործության մեղքերը։ Ներիր մտքի, խոսքի, գործի մեղքերը։ Մենք լվանում ենք մեզ Հիսուսի արյունով։ Մաքրիր մեզ ամեն անիրավությունից։ Մասնավորապես, ներողություն ենք խնդրում հետյալի համար։ Ամեն անգամ մենք անհամբեր ենք։ Ամեն անգամ, երբ մենք անքաղաքավարի ենք։ Ամեն անգամ, երբ մենք եսասեր ենք։ Ամեն անգամ մենք հպարտանում ենք։ Ամեն անգամ, երբ մենք անշնորհակալ ենք։ Ամեն անգամ, երբ մենք անհավատ ենք։ Ամեն անգամ, երբ մենք անհնազանդ ենք։ Ամեն անգամ, երբ մենք անփույթ ենք եղել հոգոր հարցերում։ Տեր, մենք նույնպես ներում ենք։ Մենք ընտրում ենք ներել բոլոր նրանց, ովքեր այսօր վիրավորել են մեզ։ Մենք ներում ենք նրանց, ովքեր վիրավորել են մեզ խոսքերով։ Մենք ներում ենք նրանց, ովքեր վնասել են մեզ գործողություններով։ Մենք ներում ենք նրանց, ովքեր հիասթափեցրել են մեզ։ Մենք ներում ենք նրանց, ովքեր դավաճանել են մեզ։ Մենք չենք պահում վիրավորանք։ Մենք ներում ենք բոլորին։ Մենք գիտենք, որ չենք կարող խաղաղ քնել, եթե մեր սրտերում ներման պակաս կա։ Հետաբար, մենք ազատվում ենք ողջ դառնությունից։ Մենք ազատվում ենք ողջ զայրույթից։ Մենք հրաժարվում ենք վրեժխնդրության ողջ ցանկությունից։ Մենք ընտրում ենք սիրել։ Մենք ընտրում ենք օրհնել։ Մենք ընտրում ենք ներել, ինչպես որ մեզ ներել են։ Տեր, այս գիշեր մենք աղոթում ենք մեր ընտանիքի համար։ Պաշտպանեք մեր տան յուրաքանչյուր անդամին։ Թող քո հրեշտակները ճամբար խփեն յուրաքանչյուր սենյակի շուրջը։ Թող քո խաղաղությունը լցնի յուրաքանչյուր սիրտ։ Թող քո սերն ավելի ամրապնդի մեր կապերը։ Օրհնի յուրաքանչյուրի քունը։ Թող բոլորը արթնանան թարմացած զորացած։ Մենք հատկապես աղոթում ենք այն ընտանիքի անդամների համար, ովքեր հեռու են։ Պաշտպանեք նրանց, որտեղ էլ որ լինեն։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր հիվանդ են։ Հպեք նրանց քո բուժիչ ձեռքով։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր դժվարության մեջ են։ Եղեք նրանց խնդիրների լուծումը։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում քեզ։ Հայտնվեք նրանց։ Մենք աղոթում ենք մեր հարանների համար։ Թող Աստծո խաղաղությունը թագավորի մեր թաղամասում։ Թող բռնություն չլինի։ Թող չարիքը չբարգավաճի։ Թող քո պաշտպանությունը ծածկի յուրաքանչյուր տուն։ Մենք կրակե պատ ենք կառուցում մեր համայնքի շուրջ։ Մենք հայտարարում ենք, որ սա Աստծո արքայության տարածքն է։ Մենք աղոթում ենք մեր քաղաքի համար։ Առաջնորդների իշխանությունների համար։ Այսօր երեկոյան պարեկություն անող ոստիկանների համար։ Հիվանդանոցներում բժիշկների բուժքույրերի համար։ Հրշեջների համար, ովքեր հերթապահում են։ Բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են, մինչ մենք քնած ենք։ Պաշտպանեք, օրհնեք նրանց։ Թող նրանք կատարեն իրենց աշխատանքը գերազանցությամբ, անվտանգությամբ։ Մենք աղոթում ենք մեր ազգի համար։ Թող արդարությունը հաղթի։ Թող խաղաղությունը թագավորի։ Թող ճշմարտությունը հաղթանակի։ Թող սերը հաղթի ատելությանը։ Թող լույսը ցրի խավարը։ Թող վերացնում թափվի մեր երկրի վրա։
Թող բազմությունները ճանաչեն Հիսուս Քրիստոսին որպես Տեր Փրկիչ։ Մենք աղոթում ենք ամբողջ աշխարհի եկեղեցու համար։ Հզորացրեք հովիվներին առաջնորդներին։ Խրախուսեք միսիոներներին։ Պաշտպանեք հալածվող քրիստոնյաներին։ Միավորեք Քրիստոսի մարմինը։ Թող եկեղեցին աղ լույս լինի այս աշխարհում։ Թող ավետարանը քարոզվի զորությամբ։ Թող նշաններ հրաշքներ ուղեկցեն խոսքի քարոզչությանը։ Տեր, մենք քեզ ենք հանձնում վաղվա օրվա մասին մեր մտահոգությունները։ Աշխատանքը, որը պետք է արվի։ Հաշիվները, որոնք պետք է վճարվեն։ Որոշումները, որոնք պետք է կայացվեն։ Պարտավորությունները, որոնք պետք է պահվեն։ Մենք այս անհանգստությունները չենք տանի քնելու։ Մենք ամեն ինչ դնում ենք քո ոտքերի տակ։ Դու կհոգաս ամեն ինչի մասին։ Մենք վստահ ենք, որ երբ արթնանանք, քո ողորմությունը նոր կլինի։ Մենք կունենանք նոր ուժ, նոր իմաստություն, նոր շնորհ։ Ամեն օր ունի իր դժվարությունները, դու մեզ բավարար շնորհ կտաս յուրաքանչյուր օրվա համար։ Մենք այսօր կարիք չունենք կրելու վաղվա բեռը։ Մենք հանգստանում ենք, գիտակցելով, որ դու արդեն մեր վաղվա օրվա մեջ ես պատրաստելով ճանապարհը։ Մեր քնի վերաբերյալ մենք հայտարարում ենք. Մենք հանգիստ կքնենք։ Մենք խաղաղ կքնենք։ Մենք վերականգնողական քնով կզբաղվենք։ Մենք կարթնանանք ճիշտ ժամանակին։ Մենք կարթնանանք թարմացած։ Մենք կարթնանանք ուրախությունից։ Մենք կարթնանանք պատրաստ նոր օրվան։ Մենք կարթնանանք Աստծո ներկայության մեջ։ Մենք չեղարկում ենք յուրաքանչյուր մղձավանջ։ Մենք չեղարկում ենք ամբողջ անկնությունը։ Մենք չեղարկում ենք ամբողջ գիշերային ճնշումը։ Մենք չեղարկում ենք յուրաքանչյուր հոգոր հարձակում։ Մենք չեղարկում ենք ամբողջ անհանգստությունը։ Մենք չեղարկում ենք ամբողջ վախը։ Մենք չեղարկում ենք ամբողջ խանգարումը։ Հիսուսի անունով մենք խաղաղություն ենք հռչակում մեր քնի վրա։ Թող Սուրբ Հոգին ծառայի մեզ, մինչ մենք քնում ենք։ Թող նա բուժի մեր վիրավոր զգացմունքները։ Թող նա վերականգնի մեր հոգին։ Թող նա նորոգի մեր միտքը։ Թող նա զորացնի մեր ոգին։ Թող քնի ժամերը լինեն լիակատար վերականգնման ժամեր, հոգի մարմին։ Տեր, եթե կա մեկը, ով չի կարողանում քնել այս գիշեր, դիպչիր նրան հիմա։ Քրոնիկ անկնությունից տառապողներին ազատիր հիմա։ Մղձավանջներով տանջվողներին ազատիր հիմա։ Անհանգստությամբ ճնշվածներին հանգստացրու հիմա։ Վախով տիրողներին ազատիր հիմա։ Թող խաղաղության իշխանը թագավորի յուրաքանչյուր սրտում։ Օրհնիր նրանց, ովքեր այս գիշեր հիվանդանոցներում են։ Այն հիվանդներին, ովքեր չեն կարողանում քնել ցավի պատճառով, թեթացրու նրանց տառապանքը։ Այն ընտանիքներին, որոնք արթուն են իրենց սիրելիների կողքին, մխիթարիր նրանց։ Այն առողջապահության մասնագետներին, որոնք հերթապահում են, զորացրու նրանց։ Թող քո բուժիչ ներկայությունը լցնի հիվանդանոցի յուրաքանչյուր սենյակ։ Օրհնիր նրանց, ովքեր այս գիշեր միայնակ են։ Այրիներին ու այրյացածներին, ովքեր զգում են իրենց կողակցի բացակայությունը։ Միայնակ մարդկանց, ովքեր կարոտում են ընկերակցությունը։ Ծերանոցներում գտնվող տարեցներին։ Որբանոցներում գտնվող երեխաներին։ Եղիր յուրաքանչյուրի ուղեկիցը։ Թող նրանք զգան քո գրկախառնությունը։ Թող նրանք իմանան, որ միայնակ չեն։ Օրհնեք նրանց, ովքեր այսօր գիշեր աշխատում են։ Անվտանգության աշխատակիցներին, վարորդներին, հացթուխներին, լրագրողներին, բոլոր նրանց, ովքեր աշխատում են, մինչ մյուսները քնած են։ Տվեք նրանց ուժ պաշտպանություն։ Թող նրանց աշխատանքը լինի արդյունավետ անվտանգ։ Թող նրանք անվտանգ վերադառնան տուն։ Օրհնիր նրանց, ովքեր այս գիշեր վտանգի մեջ են։ Անօթաններին, որոնք ենթարկվում են ցրտին։ Ընտանեկան բռնության զոհերին։ Երեխաներին բռնության ենթարկված տներում։ Փախստականներին անապահով ճամբարներում։ Միջամտիր, Տեր։ Ուղարկիր օգնություն։ Ապահովիր փախուստ։ Եղիր ապաստան անօգնականների համար։ Օրհնեք նրանց, ովքեր այսօր գիշեր պայքարում են կախվածության դեմ։ Նրանց, ովքեր պայքարում են ալկոհոլի, թմրանյութերի, պոռնոգրաֆիայի, խաղամոլության դեմ։ Կոտրեք շղթաները։ Ազատեք գերիներին։ Տվեք նրանց ուժ, դիմադրելու գայթակղությանը։
Թող սա ազատագրման գիշեր լինի։ Թող նրանք վաղը ազատ արթնան։ Օրհնիր նրանց, ովքեր ընկճված են մտածում են հանձնվել։ Նրանց, ովքեր կորցրել են հույսը։ Նրանց, ովքեր ելք չեն տեսնում։ Նրանց, ովքեր մտածում են ինքնասպանության մասին։ Միջամտիր, Տեր։ Ուղարկիր հրեշտակ։ Ուղարկիր խոսք։ Ուղարկիր հույս։ Ցույց տուր, որ կյանքն արժե։ Ցույց տուր, որ դու ծրագրեր ունես բարու, այլ ոչ թե չարի համար։ Հայր, մենք այն ծածկում ենք Հիսուսի արյունով։ Մեր միտքը, մեր սիրտը, մեր մարմինը, մեր տունը, մեր ընտանիքը, մեր ակտիվները, մեր աշխատանքը, մեր ծառայությունը, մեր երազանքները, մեր ապագան։ Հիսուսի արյունը զորություն ունի։ Պաշտպանելու զորություն, մաքրելու զորություն, ազատագրելու զորություն, բուժելու զորություն, վերափոխելու զորություն։ Մենք այս արյունը կիրառում ենք մեր ամբողջ կյանքում։ Մենք Հիսուս Քրիստոսի բացառիկ սեփականությունն ենք։ Թշնամին մեզ վրա որևէ օրինական իրավունք չունի։ Մենք հագնում ենք Աստծո զրահը նույնիսկ քնելու համար։ Փրկության սաղավարտը պաշտպանում է մեր միտքը։ Արդարության զրահը պաշտպանում է մեր սրտերը։ Ճշմարտության գոտին մեզ ամուր է պահում։ Ավետարանի կոշիկները մեզ պատրաստում են վաղվա օրվա համար։ Հավատի վահանը մարում է բոլոր կրակոտ նետերը։ Հոգու սուրը պատրաստ է մեր ձեռքերում։ Մենք հայտարարում ենք, որ մենք առավել քան հաղթողներ ենք նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկան, ոչ ապագան, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որը այլ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մեր Տեր Քրիստոս Հիսուսի մեջ է։ Մենք մարգարեանում ենք մեր կյանքի մասին։ Մենք օրհնված ենք։ Մենք բարգավաճ ենք։ Մենք առողջ ենք։ Մենք պաշտպանված ենք։ Մենք սիրված ենք։ Մենք ընտրված ենք։ Մենք մարզված ենք։ Մենք հաղթանակած ենք։ Մենք Աստծո զավակներն ենք։ Մենք թագավորության ժառանգորդներն ենք։ Տեր Հիսուս, դու ասացիր. Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, ես հանգիստ կտամ ձեզ։ Մենք այս գիշեր գալիս ենք քեզ մոտ։ Մենք հոգնած ենք օրվանից։ Ոմանք ծանրաբեռնված են հանգամանքներով։ Թեթացրու մեզ, Տեր։ Հեռացրու մեր ուսերից ծանրությունը։ Գրիր մեր բեռները։ Տուր մեզ քո հանգիստը։ Դու նա ասացիր. Վերցրեք իմ լուծը ձեզ վրա սովորեք ինձանից, որովհետև ես հեզ եմ սրտով խոնար, դուք կգտնեք հանգստություն ձեր հոգիների համար։ Մենք վերցնում ենք քո լուծը։ Մենք սովորում ենք քեզանից։ Մենք փնտրում ենք քո հեզությունն ու խոնարհությունը։ Եվ մենք գտնում ենք հանգստություն մեր հոգիների համար։ Ոչ միայն մարմնի, այլ հոգու համար։ Որովհետև իմ լուծը քաղցր է, իմ բեռը թեթ։ Մենք մեր ծանր բեռները փոխանակում ենք քո թեթ բեռի հետ։ Մենք մեր անհանգստությունները փոխանակում ենք քո խաղաղության հետ։ Մենք մեր անհանգստությունները փոխանակում ենք քո հանգստության հետ։ Մենք մեր վախերը փոխանակում ենք քո անվտանգության հետ։ Ինչ հրաշալի փոխանակում։ Սուրբ Հոգի, ծառայիր մեզ մեր քնի ընթացքում։ Խոսիր մեր սրտերի հետ։ Սովորեցրու մեզ, մինչ մենք հանգստանում ենք։ Բացահայտիր արքայության խորհուրդները։ Ցույց տուր մեզ Աստծո ծրագրերը։ Պատրաստիր մեզ վաղվա օրվա համար։ Թող արթնանանք հայտնությամբ։ Թող արթնանանք ուղղորդմամբ։ Թող արթնանանք նորացված օծմամբ։ Մենք աղոթում ենք անձնական վերածննդի համար։ Թող Աստծո կրակը վերստին բորբոքվի մեր սրտերում։ Թող մեր կիրքը Հիսուսի հանդեպ վերստին բորբոքվի։ Թող մեր առաջին սերը վերականգնվի։ Թող Աստծո տան հանդեպ եռանդը մեզ կլանի։ Թող մենք լինենք ջերմեռանդ քրիստոնյաներ, այլ ոչ թե գաղջ։ Աղոթում ենք սրբության համար։ Մաքրիր մեզ, Տեր։ Սրբագործիր մեզ։ Առանձնացրու մեզ քեզ համար։ Թող լինենք պատվի անոթներ, օգտակար Տիրոջ համար, պատրաստված ամեն բարի գործի համար։ Հեռացրու մեզանից ամեն ինչ, որ քեզ դուր չի գալիս։ Ձավորիր մեզ Քրիստոսի պատկերով։ Մենք աղոթում ենք իմաստության համար։
Այն որոշումների համար, որոնք մենք պետք է կայացնենք։ Այն հարաբերությունների համար, որոնք մենք պետք է զարգացնենք։ Այն մարտահրավերների համար, որոնց մենք պետք է բախվենք։ Այն հնարավորությունների համար, որոնք մենք պետք է օգտագործենք։ Տվեք մեզ վերից եկող իմաստություն, որը մաքուր է, խաղաղ, հեզ, բաց բանականության համար, լի ողորմությամբ բարի պտուղներով։ Մենք աղոթում ենք համարձակության համար, Քրիստոսի մասին վկայելու համար, մեղքին դիմակայելու համար, ճշմարտությունը պաշտպանելու համար, արդարության համար պայքարելու համար։ Թող որ մենք չլինենք երկչոտ անվստահ քրիստոնյաներ, այլ համարձակ քաջարի։ Թող վախը չկատվածահարի մեզ։ Թող վախը չլռեցնի մեզ։ Մենք աղոթում ենք սիրո համար։ Անկեղծ սեր, զոհաբերական սեր, անվերապահ սեր, սեր, որը ծածկում է մեղքերի բազմությունը, սեր, որը չի փնտրում իր սեփական շահերը, սեր, որը տառապում է ամեն ինչի, հավատում է ամեն ինչի, հույս ունի ամեն ինչի, համբերում է ամեն ինչի։ Լցրու մեզ քո ագապե սիրով։ Երկնային Հայր, նախքան մեր աչքերը փակելը, մենք ուզում ենք ասել, որ սիրում ենք քեզ։ Ոչ միայն որովհետև մենք կարիք ունենք քեզ։ Ոչ միայն որովհետև մենք կախված ենք քեզանից, այլ որովհետև դու արժանի ես սիրված լինելու։ Դու հրաշալի ես։ Դու փառահեղ ես։ Դու սուրբ ես։ Դու կատարյալ ես։ Դու Աստված ես։ Մենք երկրպագում ենք քեզ։ Մենք բարձրացնում ենք քո անունը։ Մենք մեծարում ենք քո մեծությունը։ Մենք հռչակում ենք քո Տերը։ Մենք ընդունում ենք քո գերիշխանությունը։ Դու ես ալֆան օմեգան, սկիզբը վերջը, առաջինը վերջինը։ Նա, ով գալու է։ Ամենակարողը։ Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Աստվածը զորությունների։ Ամբողջ երկիրը լի է քո փառքով։ Երկինքը պատմում է քո փառքը։ Երկնակամարը հռչակում է քո ձեռքերի գործը։ Օր-օրի հռչակում է։ Գիշեր-գիշերի գիտություն է բացահայտում։ Դու անհամեմատելի ես։ Դու անգերազանցելի ես։ Դու Աստված ես։ Մեր սրտերում երախտագիտությամբ, մեր մտքերում խաղաղությամբ, մեր հոգիներում հույսով մենք պառկում ենք քնելու։ Մենք մեր հոգիները հանձնում ենք քո ձեռքերին։ Մենք մեր քունը վստահում ենք քո խնամքին։ Մենք հանգստանում ենք քո հավերժական գիրկը։ Թող այս երեկոյի վերջին խոսքը լինի վստահիր։ Թող ձեր վերջին միտքը լինի երախտագիտություն։ Թող վերջին զգացողությունը լինի խաղաղություն։ Թող վերջնական վստահությունը լինի։ Աստված վերահսկում է ամեն ինչ։ Բարի գիշեր, հայրիկ։ Բարի գիշեր, Հիսուս։ Բարի երեկո, Սուրբ Հոգի։ Հսկեք մեզ, մինչ մենք քնած ենք։ Հսկեք մեզ գիշերը։ Արթնացրեք մեզ լուսաբացով։ Վերանորոգենք մեր ուժը։ Վերականգնիր մեր հոգիները։ Թարմացրեք մեր հոգին։ Հոր, Որդու Սուրբ Հոգու անունով։ Ամեն, ամեն, ամեն։ Թող Տերը օրհնի ձեզ, պահպանի ձեզ։ Թող Տերը իր դեմքը փայլեցնի ձեզ վրա, ողորմած լինի ձեզ։ Թող Տերը բարձրացնի իր դեմքը ձեզ վրա, խաղաղություն տա ձեզ։ Խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Խաղաղություն, որը պահպանում է սրտերն ու մտքերը։ Խաղաղություն, որը հոգու պտուղն է։ Խաղաղություն, որը գալիս է այն գիտակցությունից, որ մենք Հոր ձեռքերում ենք։ Քնիր խաղաղությամբ, Աստծո սիրելի զավակ։ Քնիր խաղաղությամբ, Բարձրյալի թանկագին դուստր։ Հրեշտակները պահակ են կանգնած։ Սուրբ Հոգին հսկում է քեզ։ Հիսուսը բարեխոս է։ Հայրը պաշտպանում է քեզ։ Ամբողջ երկինքը հսկում է քեզ։ Հանգստացիր։ Խորը հանգստացիր։ Լիովին հանգստացիր։ Հանգստացիր Աստծո մեջ։ Մինչ վաղը, եթե Հիսուսը չվերադառնա։ Եվ եթե նա վերադառնա, մինչ մենք քնած ենք, թող նա ողջունելի լինի։ Մարանաթա։ Արի, Տեր Հիսուս։ Մենք պատրաստ ենք։ Մենք սպասում ենք։ Մենք հետում ենք։ Նույնիսկ քնած ժամանակ մեր սրտերը զգոն են։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հոր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը մեզ բոլորիս հետ լինեն։ Հիմա հավիտյանս հավիտենից։
Այսօր գիշեր ամեն գիշեր։ Այս քնի մեջ ամեն երազի մեջ։ Այս կյանքում հավիտենության մեջ։ Այդպես լինի։ Այդպես էլ լինի։ Այդպես էլ կլինի։ Ամեն։